Հարց չունեք, ներողություն։ Պարոն նախարար, մենակ խնդրում եմ պատտվեք այս կողմ։ Դուք ներկայացրիք թվերը 2016 թվականից հետո մինչև 2026 թվականը Հետո սկսեցի 95-ից, որտեղից վիճակագրություն կա 50-80 դրանց մասին լսեցի, բայց տեսեք 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, երբ որ դուք ընթերցեցիք հետ պատերազմյան շրջան էր 8-10 թվերը, եթե ես ճիշտ եմ հիշում, բայց հիմա շատ ավելի շատ է, քան հետ պատերազմյան շրջանում։ Դուք այդ ամեն ինչը ինչով եք բացատրում եւ դուք ունեք օրինակ վիճակագրություն, ինչով է պայմանավորված, որ հիմնականում առաջին, երկրորդ եւ 5-րդ բանակային կորպուսներում է տեղի ունենում այդ սպանությունը։ Օրինակ ձեզ հետաքրքրել է գրեթե 3-րդ բանակային կորպուսի վերաբերյալ մենք նման օրինակ դեպքերի ականատես չենք լինում, բայց նաեւ դուք խոսեցիք, նշեցիք քննություն է ընթանում, մամուլին պարբերաբար հերքում եք հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ, որ հակագազերով չեն եղել, սխալ կեղծ տեղեկատվություն է։ Հանրությունը ի վերջո ուզում է իմանալ, թե ինչու են զինվորները ժամը 9-ից հետո եղել Զորամասի տարածքից դուրս եւ ձեր թույլտվությամբ վերջին հարցը Արամ Հովանիսյանը, որը նշանակվեց ռազմական ոստիկանության պետ, ով է ձեզ առաջարկել իր տեխնատությունը եւ դուք նրա վերաբերյալ հրապարակումներին ծանոթ չեք, ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ եւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, որը չնայած վերջերս է նշանակվել, ազատվելու է պաշտոնից թե ոչ։ Ով։ Երկրորդ բանակային կորպուսի Սիմոն Նազարյանը։ Ոչ, չի ազատվելու Սիմոն Նազարյանը, առհասարակ կորպուսի որևէ հրամանատար այս պահին չի ազատվելու, որովհետև ես կորպուսի հրամանատարների պատասխանատվություն այս փուլում չեմ տեսնում։ Որ պահին կտեսնեմ, այդ ժամանակ կներկայացնեմ երկրի ղեկավարին։ Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանության պետի նշանակմանը, Հայաստանի Հանրապետությունում կան կառույցներ, ովքեր զբաղվում են ձեր կողմից նշված հակակոռուպցիոն գործերով։ Եթե այդպիսի կան ու հիմնավոր են, վստահ եմ, որ մինչ օրս դրանց մասով կլինեին գործողություններ։ Ես պարոն Հովանեսյանին ճանաչում եմ որպես պատվախնդիր սպա, Հայաստանի Հանրապետությանը մշտապես ծառայած մարդ եւ կարծում եմ որպես ռազմական ոստիկանության պետ նա դեռ իր խոսքը կասի։ Իսկ իր տեխնատությունը ձեզ ով է առաջարկել։ Կարգը այսպես է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը միջնորդությամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ վարչապետը ներկայացնում է նախագահին։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Դեպքերի մասով Պապիկյան ճամբարակի մասով չեք պատասխանում։ Ասին 37 տարեկան մարդ ինքնասպանություն է գործել բաներում, հենց հրապարակել։ Պարոն Պապիկյան ճամբարակի մասով այդ քննությունը